Հերացի ավագ դպրոցի սիրելի աշակերտներ, բարի գալուստ Միքայելյան համալսարանական հիվանդանոց, ուրախ ենք ողջունել ձեզ համալսարանական բժշկական հաստատության տանիքի ներքո։ Բարև ձեզ, ես Մարինա Սմբատի Ղաջոյանն եմ, Երևանի պետական բժշկական համալսարանի սիմուլյացիոն կենտրոնի դասախոսներից։ Ձեզ այսօր կներկայացնենք մեր կենտրոնը, բոլոր լսարանները, դասասենյակները, կենտրոնի գործունեությունը եւ վերջում կանցկացնենք դասընթաց։ Շարունակենք վիրաբուժության սենյակը։ Երեխեք ջան, այս սիմուլյացիոն կենտրոնն է, այս վիրաբուժության սենյակն է մասնավորապես։ Ես ուսանող եմ, 5-րդ կուրսի ուսանող։ Այս բանը իրականացնելու ենք պլևրալ դրենաժ։ Հիմա կարամ ձեզ ցույց տամ, եթե կհետաքրքրի ինչպես ենք անում, տեխնիկան հիմնականում պետք է նույնը պահպանենք, հա։ Սկզբում թեքանքյան տակ մուտք ենք գործում, այնուհետև տարբեր ուղղություններով սկսում ենք քիչ-քիչ ներարկել։ Այնուհետև ախտահանում ենք մեր դաշտը, ի դեպ դաշտը ախտահանում ենք 3 անգամ, առանձին 3 տարբեր։ Հիմա գտնվում ենք մանկաբուժության սենյակում, այստեղ գալիս են ուսանողներ 5-րդ կուրսում հիմնականում եւ կարող են նաեւ գալ արդեն բժիշկները վերապատրաստման նպատակով։ Մենք այս կաբինետում ունենք կանանց հետ գործ, մանկաբարձություն, որը ամեն ինչ որ կախված է հղիության հետ, մինչև առաջի բեղմնավորման օրվանից, մինչև պտուղը ծնվի։ Ու երկրորդ կեսը գինեկոլոգիա։ Գինեկոլոգիան դա կանանց բոլոր հիվանդություններն են։ Մենք գիտենք, որ օրգանիզմը ընդհանուր օրգանիզմ է, դու գինեկոլոգ ես շնշակում, մենակ արգանդ բուժես, վերջացավ գնաց։ Առաջին դասարանում, երբ որ հանձնարարեցին այդ շարադրությունը, ինչ եմ ես ուզում դառնալ, ես առաջին դասարանում դա գրեցի, որ ուզում եմ դառնալ բժիշկ ու վիրաբույժ, անպայման վիրաբույժ։ Չգիտեի դա դեռ ինչ է նշանակում, բայց այդ միտքը կար։ Ես ընտրեցի ընդհանուր վիրաբուժություն, եղբայրս ընտրեց նյարդա վիրաբուժություն, իսկ քույրս էնդոկրինոլոգիա։ Ու մենք գնացինք դեպի բժշկություն։